Սրբազան ջան, Միքայել Աչապահյան ջան, Սրբազան ջան, նոր նայում էի Վահան Բաբայանի էջում գցած վիդեոն, թե ոնց եք դուք ողջունել Նիկոլին 18 թվականին, ոնց եք կանգնել Նիկոլի կողքը ու ողջունել այդ հեղափոխությունը։ Ու այսօր այս դիրքն եք բռնել։ Դուք ձեր բացատրությունն եմ լսել։ Դուք ասել եք, որ սխալվել եմ։ Դուք ասել եք, որ ես կարայի սխալվեի, բայց Սերժը, այդ հմուտ քաղաքական գործիչը, ինքը իրավունք չուներ սխալվելու։ Հիմա դուք ընդունում եք, չէ՞ որ 18 թվականին սխալվել եք։ Բա խիչ եք մտածում, որ հիմա էլ եք սխալվում։ Շատ ճիշտ եք ասում, որ համեմատություն եք անում։ Դուք հոգևորական մարդ եք։ Սերժ Սարգսյանի նման հմուտ պետական, ռազմական, քաղաքական գործիչ Հայաստանը երրորդ հանրապետությունը չի ունեցել։ Լավ, մի քանի հատ ասենք թե ունեցել է, ասենք ասեմ, որ ոչ մեկ չնեղվի։ Մի քանի հատ են եղել, ասենք թե։ Ու դուք, որ քաղաքականության մեջ ոչ մի բան չկա, շարքային նույնիսկ քաղաքական գործիչ չկա, հիմա քննադատում եք Սերժ Սարգսյանին։ Ինչքան գիտեմ, մեծամտությունը մեղ կա, չէ՞։ Մեղ գործերը։ Դուք ասում եք Շիրակի համար 1 ընդդիմադիր գործիչը ես եմ։ Խիչ են մյուսները եկել իմ մոտ։ Որպես սրբազանի, հա, պետք է գային ձեր մոտ, կարային գային ձեր մոտ։ Այսինքն դուք Շիրակի մարզի ոչ թե համար 1 քաղաքական գործիչն եք, կներեք, համար 1 ընդդիմադիր գործիչն եք, այլ դուք Շիրակի մարզի համար 1 հոգևորական գործիչն եք։ Էդ ով ասեց, որ դուք եք համար 1 ընդդիմադիր գործիչը Շիրակի մարզի։ Շիրակի մարզի համար 1 ընդդիմադիր գործիչը այն մարդիկ են, ովքեր այն ժամանակ 18 թվականին, երբ որ դուք ողջունում եք Նիկոլին, իրանք դեմ են եղել Նիկոլին։ Այդ մարդիկ են համար 1-ը։ Ուրեմն այդ մարդիկ համար 1-ը չեն, դուք եք համար 1-ը։ Դուք ասում եք, չէ՞ որ դուք սխալվել եք 18 թվականին։ Բա որ 18 թվականին սխալվել եք, իսկ ով է ասում, որ հիմա չեք սխալվում։ Չեք մտածում, որ հիմա էլ կարող է սխալվեք։ Սրբազան ջան, երբ որ դուք քննադատում եք Սերժ Սարգսյանին, դա նույնն է, ոնց որ շախմատում քննադատեք Լևոն Արոնյանին։ Դուք հենց դուք, չգիտեմ շախմատ խաղալ գիտեք թե չգիտեք, ինչքան էլ որ գիտեք։ Դա նույնն է, ոնց որ ֆուտբոլում քննադատեք Հենրիկ Մխիթարյանին։ Դա մեծամտություն է արդեն, հասկանում եք։ Դա ձեր ոլորտը չի։ Ու հետո այո դեմ եմ ձեզ վիրավորելու, որ մարդիկ ով որ ձեզ վիրավորել է, ես դա դատապարտեմ, ով որ ձեզ հայհոյել է վիրավորել է, դա դատապարտեմ, բայց որ ձեզ քննադատում են, դա ճիշտ են անում։ Բա մտմես պոլիտիկա խոսում եք, կներեք արտացած համար, էշ ուզում եք խոսալ քաղաքականության մեջ, կներեք այս բառից համար։ Ուզում եք ձեզ շահակադարձել, ասում եք փնփնթան, բան եմ, կեսար եմ ես։ Ախր դու խիպտի ընդհանրապես կեսար ես։ Սրբազանը չի ամուսնանում։ Ընդհանրապես, որ մի հատ էլ կեսար դառնա։ Խիպտի կեսարալն ես, որ մի հատ էլ փնփնթաս։ Հասկանում եք։ Սրբազանները երբեք չեն զբաղվում քաղաքականությամբ։ Դուք քաղաքականությամբ չզբաղվեք, որ ձեզ էլ չքննադատեին։ Երկրի ազատագրությամբ, այո, եկեղեցին պարտավոր է զբաղվի։ Ոնց որ մեր մյուս սրբազաններ հել է պայքարի, փորձում էր փրկել պետությունը, որտեղ մեր պետությունը այսօր բռնագրավել են մեր թշնամիների կողմից։ Բռնագրավված է պետության ազատագրման, հայրենիքի ազատագրման գործում, այո, եկեղեցին պետք է պայքարի դրա համար, բայց եկեղեցին չպետք է մտնի քաղաքականություն ու քննադատի իրանից 1000 անգամ ավելի շատ հասկացող քաղաքական գործիչներին։ Օրինակ, ոնց որ դուք քննադատում եք Սերժ Սարգսյանին կամ հանրապետականներին։ Ով ասեց, որ ձեր սիրտը մեր պետության, մեր հայրենիքի վրա ավելի շատ պետք է ցավա, քան Սերժ Սարգսյանին։ Ձեր հայրենասիրությունը ով ասեց, որ դուք ավելի հայրենասեր եք, քան Սերժ Սարգսյանը։ Ձեր հայրենասիրությունը որտեղ է երևացել։ Եկեղեցում, չէ՞։ Իսկ Սերժ Սարգսյանի հայրենասիրությունը պատերազմի դաշտում է երևացել։ Թարգեք, Սրբազան ջան, ես ձեզ մի անգամ ասել եմ, քաղաքականությունը ձեր խելքի բանը չի։ Թարգեք քաղաքականությունը։ Իսկ եթե մտել եք քաղաքականություն, ուրեմն ձեզ այո, ձեզ դի քննադատեն։ Չեմ ասում վիրավորեն, վիրավորակին առհասարակ ես դեմ, բայց քննադատեն։